Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչպես ազատվել փքված որովայնից կամ կախված փորիկից։ Կախված է նրանից մկանները մեկի մոտ որքան առածքական են, որքանով է մարմինը մարզված եղել մինչև ծննդաբերությունը, որքան որոշակի գենետիկ ինչ-որ ֆակտորներ կան։ Շատ հաճախ ծննդաբերությունից հետո մայրիկները շտապում են սեղմիրաններ, կորսետներ կրել։ Դա ցուցված է եւ որքանով է արդյունավետ։ Հնարավոր է որովայնը հարթեցնել առանց խիստ դիետաների։ Միանշանակ այո, կխնդրեմ ուշադրություն ընդհանրապես չդարձնել ուղիղ մկանին, որովհետև դա չի օգնելու իրենց, որպեսզի ունենան հարթ որովայն։ Պետք է աշխատեն լայնակի մկանի հետ։ Ուրեմն միֆ է, որ պետք է շտապել պրես վարժությունն անել հարթ որովայն ունենալու համար։ Միանշանակ այո։ Ինչ մեկ վարժություն խորհուրդ կտաք որովայնի փքվածությունից ազատվելու համար։ Շնչառություն։ Ես ինչ ասեմ, մեկ ասելու եմ շնչառություն, որովհետև շնչառությունը դա հիմքն է։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Հարթ որովայն ունենալ ցանկանում են բոլորը, բայց մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ ոչ։ Ինչպես ազատվել փքված որովայնից կամ կախված փորիկից։ Մեզ կասի ֆիթնես մարզիչ Մանան Վարդանյանը, ողջույն Մանան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ քեզ կրկին տեսնելու համար։ Շնորհակալ եմ կրկին հրավիրելու համար։ Այո, մայրիկներին ամենաշատն է մտահոգում այս հարցը, որովհետև հղիությունից առաջ ունեցել են հարթ որովայն եւ հղիությունից հետո այդքան ցանկալի բալիկին ունենալուց հետո փքված որովայն ունեն եւ շատ հաճախ այդ փքված որովայնը տարիների ընթացքում դառնում է կախված փորիկ։ Չնայած կան մարդիկ, որոնց մոտ ինքնուրույն հետ է գնում։ Պատճառները որոնք են։ Նայեք, պատճառները կարող են շատ տարբեր լինել, բայց ակնկալել, որ մեր մարմինը լինելու է այն, ինչը որ մինչև ծննդաբերությունն էր, դա ուղղակի անմտություն կարելի ասել, որովհետև կոնքի միջով բալիկ է ծնվել, կոնքը փոփոխությունների է ենթարկվել, հա, որովայնը առաջ է գնացել, պետք է այդ ամեն ինչը հավաքել։ Կախված է նրանից մկանները մեկի մոտ որքան առածքական են, որքանով է մարմինը մարզված եղել մինչև ծննդաբերությունը, որքան որոշակի գենետիկ ինչ-որ ֆակտորներ կան, հա, որ ազդում են դրա վրա, որքանով է օրվա ռեժիմը ստրեսակայուն, որքանով է քունը նորմալավորված, որքանով դեֆիցիտներ չկան մարմնում, որքանով են աշխատում մարմնի հետ կեցվածքի հետ։ Այդ ամենը սենց մի ամբողջ գործոններ են, այո, որոնք նպաստում են արդյունքի վրա։ Ես կիսվում եմ գաղտնիքով, ինձ օգնեցին մարզումները։ Ես մարզվել էի, առողջ ապրելակերպ եմ վարել եւ դրանից հետո շատ արագ վերականգնվեցի, նույնիսկ չէի սկսել մարզումները։ Բայց ունենում ենք խնդիր եւ այսօր կխոսենք այդ խնդիրները լուծելու մասին, որպեսզի փորիկը հետ գնա, շատ հաճախ ծննդաբերությունից հետո մայրիկները շտապում են սեղմիրաններ, կորսետներ կրել։ Դա ցուցված է եւ որքանով է արդյունավետ։ Դա ամենամեծ սխալն է, որը որ կարող են անել եւ մայրիկները եւ ոչ մայրիկները։ Այսինքն անպայման չի, եթե ծննդաբերած չեն, էլի աղջիկները սկսում են կորսետները։ Հիմա պատկերացնենք, որ մեր ամբողջ որովայնային խոռոչը, որը կողերից, հա, միջև կոնքի հատակ, այսպես գնդակի նման պատկերացնենք, հա, ցիլինդր պատկերացրենք, գլան պատկերացնենք։ Երբ մենք սեղմում ենք այսպես, ուր է ճնշումը գնում, ամբողջը ներսում ճնշում կա, ճիշտ է։ Երբ մենք սեղմեցինք, ուր գնաց ճնշումը, ներքև եւ վերև, ճիշտ է։ Սեղմվեց վերև ու սեղմվեց ներքև։ Դիաֆրագման վնասվեց, որտեղ որ շնչառությունը խաթարվեց արդեն, իսկ մեզ պետքա որպեսզի դիաֆրագման աշխատի, որպեսզի կարողանա շնչի ժամանակ իջնում ներքև, արտաշնչի ժամանակ մկանները ներքևից բարձրացնում է վերև։ Ու եթե սա չի աշխատում, էլ պոմպը չի կարող աշխատել։ Պատկերացեք, պոմպա աշխատում են, համալիր իրար հետ աշխատում են։ Եթե մի տեղը վնասված է, այստեղ սեղմված է, ներքևից չի կարող բարձրացնել վերև։ Պլյուս ներքևում այդ ճնշումը գնում է, արդեն վնասում է կոնքի հատակը ու առաջանում են արդեն կոնքում մնացած խնդիրները։ Բայց հիմա ասեն դրանք բժշկական կորսետներ են, մենք գնում ենք դեղատնից։ Ինչպես նաև մենք նկարագրեցինք ամբողջ պատկերը, հետևություններ դուք արեք։ Ինչպես նաև դեղատնից գնում են նիհարեցնող թեյերը եւ խմում են եւ մտածում են, որպեսզի մենք նիհարենք, պետք է խմենք այդ թեյերը, մեր միջից դուրս կգան իբրև պետքական եւ անպետք բոլոր նաեւ սննդարար նյութերը, այո, եւ մենք ունենանք հարթ որովայն, բայց դրանք բոլորը միֆ են։ Շատ կանայք ասում են, երբ արթնանում եմ, կարծես որովայնս հանգիստ է, բայց օրվա ընթացքում սկսում է փքվել, իսկ օրվա վերջում կարծես նորից հղի լինեմ։ Որն է պատճառը։
Տեսեք, երբ մեր մկանները թույլ են, բնականաբար օրվա ընթացքում ճնշումը, մենք հանգիստ պարկած ենք ամբողջ գիշերվա ընթացքում, ճնշումները հանդարտվել են, չէ, արդեն սնունդը մարսվել է եւ այլն, ամեն ինչը իր տեղում է արդեն, հա։ Երբ մենք արդեն գալիս ենք ուղղահայաց դիրքի, արդեն օրգանները բնականաբար սկսում են շարժվել, գալիս են արդեն ճնշումը գոյանում, իջնում է ներքև, արդեն մկանները քանի թույլ են լինում, արդեն չի պահում այդ ամենը ու փքվում է դուրս։ Դրա համար որքան մարզված լինի որովայնի լայնակի մկանը, որովայնի թեք մկանները, կխնդրեմ ուշադրություն ընդհանրապես չդարձնել ուղիղ մկանին, որովհետև դա չի օգնելու իրենց, որպեսզի ունենան հարթ որովայն։ Պետք է աշխատեն լայնակի մկանի հետ, թեք արտաքին եւ ներքին թեք մկանների հետ, որպեսզի կարողանան ստանան այդքան սպասված հարթ որովայն։ Ուրեմն միֆ է, որ պետք է շտապել պրես վարժությունն անել հարթ որովայն ունենալու համար։ Միանշանակ այո, որովհետև պետք է սկսել շնչառությունից։ Պետք է անպայման կատարել շնչառական տեխնիկաները, որպեսզի ներքին բլոկը ակտիվանա։ Պրեսի վարժությունները անել անտեսելով շնչառությունը, դա հավասարազոր է ուղղակի ժամանակ վատնել, ուղղակի ցույց տալ, որ մարզվում ես ու օգուտ չստանալ։ Շնչառությամբ հնարավոր է մարզել խորը մկանները։ Միանշանակ այո։ Իսկ կարող է հորմոնների կամ ստրեսի պատճառով որովայնը փքվել։ Այո, հիմա շատ խոսում են գաստրոենտերոլոգները այդ թեմայի մասին, եթե մեր մոտ ստրեսային ֆոնը շատ ուժեղ է, մեր մոտ կա փքվածություն, որի հետ պետք է բնականաբար աշխատել, հետո նոր անցնել։ Որովայնի փքվածության պատճառները շատ են։ Դա կարող է լինել նաև հենց սնունդը, դա աղիների ոչ նորմալ գործերը։ Բնականաբար արդեն ամեն մեկը պետք է իմանա ինչ սնունդ ընդունի, ինչն է պատճառ կարող է հանդիսանալ իր օրգանիզմի համար։ Մեկի մոտ կարող է լինել դա գլուտեն անտանելիություն, մեկի մոտ կարող է լինել լակտոզ անտանելիություն, կամ կարող է դրանցից ոչ մեկը չլինել, ուղղակի ստրեսային ֆոնը բարձր լինել, հա։ Կամ կան մթերքներ, որոնք փքվածություն են առաջացնում, եւ կամ դրանց չարաշահումը կարող է փքվածություն առաջացնել։ Ուրեմն սննդակարգը կարևոր է հարթ որովայն ունենալու համար։ Միանշանակ պետք է սնվել բալանսավորված, չբացառելով այս ամայն սննդամթերքի խումբը։ Բալանսավորված դա պետք է լինեն առողջ սպիտակուցներ, պետք է լինեն ածխաջրեր եւ պետք է լինեն բանջարեղեն անպայման։ Եվ բնականաբար մրգերը չբացառել, որովհետեւ շատերը ասում են մրգերը դա շաքար է կամ մրգերը փքվածություն են առաջացնում, 6-ից հետո պետք չէ ուտել եւ այլն, բայց բոլորը պետք է ուտել չափավոր եւ այդ ժամանակ արդեն խնդիր չեն ունենա։ Հնարավոր է որովայնը հարթեցնել առանց խիստ դիետաների։ Միանշանակ այո, մենք հենց նույն խոսեցինք նախորդ հարցը բալանսավորված սնվելու մասին, սկսում են բացառել առանձին շաքարը, սկսում են բացառել մակարոնեղենը եւ այլն, բայց այդ ամեն ինչը կարելի է օգտագործել զուտ բալանսավորելով ու դիետա չպահելով, որովհետեւ երբ մենք խիստ դիետաներ պահում ենք, օրերից մի օր մենք ունենում ենք արդեն օրթկումներ, հա, ինչպես հայերեն ասում ենք, ու սկսում ենք արդեն ուտել։ Կախված բնականաբար ցիկլի օրերից, ստրեսից եւ այլն, սկսում ենք անիմաստ ավելորդ կալորիաներ ուտել կամ կգնանք հանգստի, այնտեղ կուտենք, այնտեղ ամեն ինչ կարելի է, մինչև այդ պետք է նիհարել, պետք է դիետա պահել։ Ամենալավ դիետան այն է, որը որ կարող եք պահել մշտապես, առանց մտածելու, որ 10 օր, 20 օր հետո պետք է պահեմ ու հետո նորից էլի գնամ։ Կան մարդիկ, ովքեր որոշակի դիետաների հետևում են, բայց դա նրանց արդեն ապրելակերպն է։ Մեկը կետո դիետա է պահում, մեկը ինչ-որ այլ դիետա է պահում, հա, բայց եթե ինտերվալային սով է պահում, հա, արդեն եթե դա իր առօրյային դեմ չի, կարող է պահել առանց ստրեսի, ուրեմն դա իր համար ամենալավ սննդակարգն է, որը որ կարող է պահել։ Ինչու է որ նիհարում են, քաշը պակասում է, բայց փորիկը մնում է։ Տեսնում ենք նիհար կին է, կարծես թե, բայց ունի մեծ որովայն։ Մենք երբ ֆիքսում ենք որովայնի վրա, մենք տեսնում ենք միայն որովայնի խնդիրը։ Մենք չենք տեսնում, որ որովայնը կախված է ամբողջ մարմնից։ Որովայնը միայն այստեղ չի խնդիրը։ Որովայնը մեր մոտ կեցվածքի խնդիրն է։ Եթե ուսերը թեքված են առաջ, կուզա վերևում, հա, իջած ենք ներքև, կրիվետկայի դիրքով ենք նստած, հա, ինչպես ես շատ հաճախ ասում եմ, հա, կոնքը պտտված է ներս, հետ, այսպես, հա, կոնքը թեքված է հետ։ Բնականաբար կեցվածքը թեքվում է, սեղմվում են ու որովայնը փքվում է։ Նույն ձևով հակառակը, երբ կոնքը պտտված է առաջ, հա, մենք ունենք հիպերլորդոզ, կողերը բացված են, որովայնը փքված ընկած է դուրս, հա, այսպես ասած, այդ ամեն ինչը որովայնի
կախվածության պատճառ կարող են հանդիսանալ։ Դրա համար երբ մենք աշխատում ենք որովայնի հետ, մենք չենք աշխատում միայն որովայնի հետ։ Պետք է աշխատենք կրծքավանդակի հետ, պետք է բացենք կրծքավանդակը, որ չկախվի ներքև, որ չսեղմի դիաֆրագմային, որպեսզի ներվորովայնային ճնշումը չխախտվի, որպեսզի շնչառությունը լինի լիարժեք ու կարողանա օգնի, որ որովայնի առաջնային պատը հավաքվի։ Այսինքն միայն պրես վարժությամբ չեք կարող ունենալ հարթ որովային, դա համալիր մարզումների ծրագիր է ամբողջ մարմնի համար, որպեսզի կեցվածքը շտկվի եւ հետո նոր արդեն հարթ որովայնը կդառնա իրականություն։ Իսկ մեջքի ցավը որքանով է կապված որովայնի հետ, ասում են երկար կանգնելուց մեջքս ցավում է կամ նստելուց երկար։ Մեր մոտ մկանները միշտ գտնվում են սիներգիայի մեջ, այսինքն իրար հետ պետք է համաչափ բալանսավորված լինեն մկանների, հա։ Երբ մեր մոտ կոնքը պտտված է առաջ կամ հակառակը հետ պտտված է, ողնաշարը, այսինքն իր բնական լորդոզը չունի գոտկային հատվածում, հա։ Այդտեղից արդեն գալիս են ցավերը։ Ու պլյուս որովայնի առաջնային պատը թույլ է, մկանները թույլ են ու լարվածությունը բերում է։ Եթե պատկերացնենք փուչիկ, մենք փուչիկը մեջքից էսպես սեղմենք, ուր կգնա ճնշումը առաջ։ Այո։ Իսկ եթե մենք արդեն այստեղ թույլացնենք ճնշումը, ձեռքը չենք սեղմում, թույլացնում ենք ու ճնշումը բերում ենք, բալանսավորում ենք ամբողջ մարմնով մեկ, արդեն համաչափ մնում է։ Հա, նույնն էլ մեր մարմնի հետ է, շատ պարզ է, այսպես ասոցիացիա է, բայց մենք պետք է աշխատենք մեջքի հետ, թույլացնենք մեջքի մկանները, ոչ թե նորից կատարենք մեջքի վարժություններ, որպեսզի լարենք մեջքը, որովհետև ցավում էր մի հատ էլ նորից սկսենք լարում ավելացնել, այլ շատ ժամանակ գերլարված են լինում։ Աշխատենք մեջքի հետ, թույլացնենք ու աշխատենք որովայնի մկանների հետ, բայց չմոռանանք աշխատել կոնքի հետ, սրբոսկրի հետ, կոնքի հատակի մկանների հետ ու բնականաբար վերևի հետ, որովհետև վերևից ներքև է մեր մոտ խնդիրը գալիս։ Երբեմն կնկատեք ոտքերը թեքված են ներս, հա, ու սկսում են աշխատել մենակ ոտքի հետ, բայց այդ խնդիրը գալիս է օրինակ կոնքից, գալիս է նստատեղից, նստատեղի մկանները թույլ են, կոնքը պտտում են առաջ, կոնքը պտտվեց առաջ, կոնքը որովայնը գնաց դուրս, մեջքում առաջացան ցավերը, ոտքը իր դիրքը փոխեց, ու այդպես շարունակ շղթայաձև ամբողջ մարմինը կապված է իրար։ Եվ գիտենք, որ շատերը նստած են համակարգչի առաջ, նստակյաց կյանք են վարում մեծամասնությունը, եթե ոչ համակարգչի առաջ, ապա հեռախոսների, եւ ինչն է կարևոր այստեղ իմանալ հետևանքներից խուսափելու համար։ Գոնե 30 րոպեն մեկ դնել նշան հեռախոսի վրա, որ զանգի զարթուցիչ դնել, որպեսզի զանգի հեռախոսը կանգնեն, պտտվեն, կատարեն կոնքի շարժումներ, մի քիչ մարմինը բարձ հասարակ թեկուզ չգիտեն ինչ անեն, ուղղակի լսեն մարմնին, սկսեն շարժվել, դուրս գան քայլել 2 րոպե ու էլի նստել շարունակել։ Դա կլինի իրենց գոնե նվազագույն օգնությունը, որ կարող են անել։ Հարցում են հարթ որովայն ունենալու համար խորհուրդ են տվել պլանկա անել։ Պլանկա վարժությունը կօգնի։ Պլանկա վարժությունը հարթ որովայն ունենալու համար դա կարող է լինել ամենավերջին վարժությունը, որ այս բային կարող է կատարել, որովհետև հարթ որովայնի ունենալու համար մեզ պետք է խորանիստ մկանների հետ աշխատել։ Իսկ պլանկան հիմնականում մեր մոտ շատ մկաններ են աշխատում, համալիր վարժություն է։ Ես էլ եմ շատ սիրում, բայց եթե մեր մոտ վարժությունը կատարում եք ու որովայնը փքվում է դուրս, նշանակում է պլանկան դեռ վաղ է կատարել։ Պլանկայի ժամանակ հիմնականում ուղիղ մկաններն են աշխատում։ Մենք պիտի աշխատենք խորը մկանների հետ։ Կարող են կատարել կողքի պլանկաները, կարող են կատարել հակառակ պլանկաները, ավելի շատ օգուտ կտակ, քան սովորական պլանկան կատարելով, ու այն էլ րոպեներով պահելով։ Դրա համար ես խորհուրդ կտամ գոնե կատարեն կողքի վրա պլանկաները, որի տարբերակները շատ են։ Հետ պլանկաները, հետո նոր, եթե որովայնի մկանները կարողանում են կատարել եւ մենք ասում ենք տնակչի առաջանում վարժությունը կատարելիս, այդ ժամանակ նոր անցնել պլանկա վարժությանը։ Պլանկան բավականին բարդ վարժություն է, որ պահանջում է շատ մեծ կենտրոնացում, ոչ թե ուղղակի հենվենք ձեռքերի վրա ու պահենք լավագույն դեպքում։ Իսկ կան վարժություններ կամ վարժություն, որը արդյունք է տալիս հենց առաջին անգամից։ Վարժություններ կան, ես ինքս ունեմ մարզվողներ, որ մեկ պարապմունքի ընթացքում 40 րոպեվա ընթացքում մենք կարողանում ենք շատ բարձ հեշտ վարժություններով մենք առաջ ու հետո նկարներ ենք անում ու տեսնում ենք թե ինչպես փոխվեց մարմինը մեկ պարապմունքից հետո։ Բայց այստեղ կա մի հատ շատ մեծ բայց։ Ում արդյունքը ավելի երկար կպահպանվի պարապմունքից հետո։
Մեկի մոտ այդ արդյունքը կպահպանվի 1 ժամ, մեկի մոտ այդ արդյունքը կպահպանվի մի օր, մեկի մոտ մի շաբաթ, մեկի մոտ ավելի երկար, բնականաբար մարզվածությունից։ Բնականաբար թե ներսից մկանները ինչպես են զգում, ինչքանով ամուր են, ինչքանով էլաստիկ են, ինչքանով ֆունկցիոնալ են, այդքան կպահպանվի արդյունքը։ Դրա համար շատ ժամանակ մի անգամից տեսանելի է արդյունքը, բայց հետո մի հատ ստրեսային իրավիճակ, մի հատ անքուն գիշեր, մի հատ բալիկին գրկել ու մենք թեքվեցինք մի անգամից։ Հա, դրա համար մենք պետք է աշխատենք անընդհատ ամրացնենք մկանները, որպեսզի արդեն մարզումից հետո արդյունքը ավելի երկար պահպանվի, կամ գոնե մինչև մյուս մարզումը էլի մենք կարողանանք շատ քիչ շեղում ունենանք ու նորից շարունակենք։ Այսքան խոսելուց հետո մանան, ինչ մեկ վարժություն խորհուրդ կտաք հորովայնի փքվածությունից ազատվելու համար։ Շնչառություն։ Ես ինչ ասեմ, մեկ ասելու եմ շնչառություն, որովհետև շնչառությունը դա հիմքն է։ Առանց շնչառության հնարավոր չի աշխատել որովայնի մկանների հետ, որովհետև շնչառությունն է, որ ակտիվացնում է ներքին բլոկը։ Ուրեմն ասենք ինչպես շնչել։ Պետք է մենք կատարենք խորը շունչ ու արտաշունչ, կատարենք դիաֆրագմալ շնչառությունը, կատարենք արագ-արագ շնչառությունները, երբ մենք կարողանում ենք փքենք ու արտափքենք որովայնը, բայց ոչ թե ուղղակի օդը դուրս տալով վերևից, այլ աշխատացնելով ամբողջ որովայնը անընդհատ, այսպես անընդհատ, ինչպես է ձեռքերս թարթում, այդ արագությամբ մենք կարողանանք աշխատել ու ամբողջությամբ ամբողջ որովայնով աշխատենք։ Հրաշալի։ Եվ երբ արդյունք ակնկալել։ Բնականաբար էլի ամեն մեկի արդյունքը կլինի տարբեր։ Դուք օրինակ, քանի որ շատ մարզված եք, միշտ սովորեք մարզվելու, ձեր մոտ արդյունքը միանգամից կլինի։ Մեկը ով ընդհանրապես մարզված չի ու նոր առնչվել է, որոշել է ավելի ճիշտ ոչ թե առնչվել է, այլ նոր որոշել է, որ պիտի սկսի մարզվել, իր մոտ մի քիչ արդյունքը ավելի երկար կտևի։ Բայց ամենակարևորը, որպեսզի կատարեն կանոնավոր, միայն կանոնավոր կատարման դեպքում կունենան արդյունք։ Այսպեսով հնարավոր է ունենալ այդքան սպասված հարթ որովայն, երբ տարիներ շարունակ ունեցել են փքված որովայն կամ կախված փորիկ։ Իհարկե, այո, ու կախված է թե արդեն ամեն մեկը երբանից կսկսի աշխատել, որքան ժամանակ կտևի, բայց հնարավոր է, եթե մենք բացառում ենք բոլոր դեֆիցիտները, սնվում ենք ճիշտ ու աշխատում ենք մարմնի հետ համալիր, ոչ թե միայն կատարում ենք պրեսներ։ Եվս մեկ անգամ որպես ամփոփում, ասենք այն սխալները, որ անում են մարդիկ եւ դրանք առավել եւս խանգարում են, որպեսզի մենք ունենանք հարթ որովայն։ Կատարում են միայն պրես, ուզում են չքնեն, բայց ունենան սիրուն մարմին, ուզում են սնվել ինչ պատահի, բայց որովայնը փքված չմեծանա, փքված չլինի, կանգնում են օրվա ընթացքում, նստում են, ես թույլ կտամ ինձ այդպես նստել, այսպես նստել ու հույս ունենալ, որ դա չի ազդի որովայնի վրա, հա։ Այո, իհարկե, ուզում ենք բալիկին գրկենք ամբողջ օրը մի կողմի վրա ու ունենանք հարթ որովայն, չի լինի, որովհետև արդեն ողնաշարն է թեքվել, մնացած օրգանները եւ հենաշարժողական ապարատն է թեքվել արդեն, այսինքն ամեն ինչը համալիր է։ Ուղղակի նշել մեկը կդժվարանամ, բայց պետք է ուղղակի համալիր լինի։ Ինֆորմացիան ուժ է, տիրապետեք ինֆորմացիայի ուժին եւ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում, ընդհակառակը կրկնապատկվում է, կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Մենք զրուցում էինք ֆիթնես մարզիչ, հետծննդաբերական վերականգնման մասնագետ Մանան Վարդանյանի հետ։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը։ Շնորհակալություն Յասաման ռեստորանին, ընկերական հանդիպումների լավագույն հիշողությունների հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Մինչ հանդիպում։